Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Հրայր Մանուկյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես բազմաթիվ երկրներ ողջունեցին խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարեց, որ այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Կարծում եք, որ խոչընդոտներ առհասարակ չկան։ Չէ, ես կարծում եմ խոչընդոտներ կան եւ գլխավոր խոչընդոտը այն է, որ Ադրբեջանը դեռևս չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ես կարծում եմ ինչ որտեղ նույնիսկ նրանք հանկարծակի են եկել, երբ որ հայկական կողմը ասել է, որ վերջ մենք համաձայնում ենք ձեր ներկայացրած այդ վերջին առաջարկներին, բայց նույնիսկ այդ առաջարկներով հանդերձ, երբ որ հայկական կողմը որոշակի փոխզիջման գնաց եւ ընդունեց իրենց վերջին տարբերակը, մասնավորապես ուրեմն սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու վերաբերյալ, նույնիսկ դրանով հանդերձ այդ փաստաթուղթը մեզ համար բավականին ձեռնտու փաստաթուղթ է, հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը դեռևս չի ցանկանում ստորագրել այդ փաստաթուղթը։ Իսկ չի ցանկանում ստորագրել, մենք այս մասին շատ ենք խոսել արդեն, որովհետև ամեն դեպքում ինքը որոշակի մտահոգություններ կամ անվստահություն ուղիղ տեքստով նրանք ասել են ունեն, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ ինչ-որ գործընթացներ, երբ որ Հայաստանը նորից հավակնություններ ներկայացնի, օրինակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իրենք ասում են, չէ, որ մենք չենք վստահում ձեր կողմից ասվածին, մենք նայում ենք ձեր ներքաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում, կան ռևանշիստական ուժեր եւ մենք ուզում ենք, որ ամբողջությամբ ուրեմն փաստաթղթերով հիմնավորվի այն ինչ որ դուք ասում եք հիմա ուղիղ։ Սա առաջին պատճառն է։ Եվ երկրորդ պատճառը, որ նրանք չեն ուզում ստորագրել։ Ուրեմն առաջինը այդ մտահոգությունն է, որը նրանք հոխորտանքով են հայտնում, բայց իրականում այդ վախը կա իրենց մեջ, որ Հայաստանը կարող է ուժեղանալ եւ ինչ որ նորից հավակնություններ ներկայացնել։ Եվ երկրորդ պատճառը այն է, էլի փոխկապակցված սրա հետ, որ նրանք հասկանում են, որ Հայաստանը գնալով ավելի լավ է զարգանում, քան թե Ադրբեջանը, ժամանակը մեր օգտին է սկսել աշխատել։ Այս պահին նույնիսկ մեկ շնչի հաշվով հնավ Հայաստանի ու Ադրբեջանը մոտավորապես նույն ցուցանիշներն ունեն։ Պատկերացրեք, եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, Թուրքիայի հետ սահմանն է բացվում, Հայաստանի տնտեսությունը, հայաստանցիների ուրեմն բարեկեցության աստիճանը, ազատությունների մասին դեռ չասած ավելի բարձր է լինելու, քան Ադրբեջանում, եւ հաղթած Ադրբեջան պետությունը 15-20 տարի հետո իր երկրի քաղաքացիները ավելի վատ են ապրելու, քան հայաստանցիները։ Եվ որպեսզի ինքը խոչընդոտի Հայաստանի զարգացմանը, որպեսզի հանկարծ այդպիսի մեծ տարբերություն չառաջանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իրենք չեն ուզում խաղաղության պայմանագիրը կնքեն, որովհետեւ խաղաղության պայմանագիրը կնքելուց եւ հայ-թուրքական սահմանները բացվելուց հետո Հայաստանի տնտեսությունը ու ընդհանրապես երկիրը զարգացման ավելի մեծ տեմպերով շարունակելու հնարավորություն է ստանալու։ Հայաստանը ամեն դեպքում շատ լուրջ կերպով զարգացնում է հարաբերությունները Արևմուտքի հետ, մասնավորապես Ֆրանսիայի հետ, մենք ունեցանք նաեւ վերջերս պայմանագրի ստորագրում, չէ, Նիդերլանդների հետ, Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին, այսինքն զարգանում են հարաբերությունները, այսպես ասած, նոր դաշնակիցների ձեռքբերում եւ այդ ամենը արդյոք չի մտահոգում Բաքվին։ Հենց դա էլ է մտահոգում, բայց դա մտահոգում է նրանց այն պատճառով, որ մտածում են այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կունենա ավելի շատ դաշնակիցներ, ոչ միայն տնտեսությունը կհզորացնի, այլ նաև դաշնակիցները կօգնեն, որ ինքը ռազմապես հզորանա, եւ դա մեր համար վտանգ է։ Այսինքն իրենք դեռ այդ հակամարտության տրամաբանության մեջ են։ Եթե իրենք վստահում են ամբողջությամբ Հայաստանին եւ իրենք էլ են ցանկանում փակել հակամարտության էջը եւ գնալ խաղաղության, այդ դեպքում իրենք չեն կարող անհանգստանալ նրանից, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, հակառակը իրենք կարող են դրանից օգտվել։ Այսինքն կարծում եք, որ ամեն դեպքում Բաքուն պատրաստ չէ գնալ խաղաղության։ Պատրաստ չեն, չգիտեմ ինչքանով է ճշգրիտ ձևակերպում այս պահի դրությամբ, բայց ես կասեի Բաքուն այս պահին դեռևս ձգձգում է խաղաղության վերջնական խաղաղության հաստատման գործընթացը, որովհետև ինչ որ վախեր ունի։
այսպես ավելի ճշգրիտ կլինի ձևակերպը։ Տեսեք, շատ երկրների ղեկավարներ կամ գոնե արտաքին գործերի նախարարներ ողջունեցին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, բայց դրան, չգիտես ինչու, հաջորդեց, այսպես ասած, ապատեղեկատվությունը Բաքվի կողմից, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այդ ապատեղեկատվության նպատակը որն էր, մանավանդ որ Եվրամիության դիտորդները հայտարարեցին, որ իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, այսինքն ոչ մի արտառոց ակտիվություն չի եղել։ Դա հենց ցույց է տալիս, որ նրանք ամեն առիթ փորձում են ստեղծել կամ գտնել պայմանագիրը չստորագրելու համար։ Նրանց վրա հիմա ճնշում է լինելու եւ հատկապես մենք տեսանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Բայդենի աշխատակազմից անվտանգության հարցերով խորհրդական կարծեմ Մայքլ Ուոլցը Twitter-ում հրապարակում արեց, որ պետք է վերջնականացնել եւ կնքել պայմանագիրը, ընդ որում նաեւ գերիների մասին ինքը խոսեց իր Twitter-յան բլոգում, այսինքն մենք շատ հստակ տեսնում ենք, որ ամբողջ արևմուտքի կողմից, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից, որը ինչ որտեղ մի քիչ անսպասելի էր, համենայնպես իմ համար, որովհետեւ Տրամփի աշխատակազմը ավելի շատ իզոլյացիոնիստական քաղաքականություն է վարում, ամեն դեպքում նույնիսկ Միացյալ Նահանգների կողմից շատ հստակ զանգ է եղել եւ ճնշում կա Ադրբեջանի նկատմամբ, որ համաձայնեցրել եք, ուրեմն ստորագրեք։ Եվ հիմա Ադրբեջանը փորձում է առիթներ ման գալ գտնել կամ ստեղծել, որ ասի, այ տեսեք, այս պատճառով չեմ ստորագրում։ Հիմա այդ կրակոցները դրա համար են եղել, բայց ես չեմ կարծում, թե դրանք ծառայում են իրենց նպատակին, որովհետեւ ինչպես նշեցիք, նաեւ եվրոդիտորդների կողմից ասվում է, որ ամեն ինչ հանգիստ է։ Այսինքն իրենք առիթ են ման գալիս ձգձգելու պայմանագրի ստորագրումը, որովհետև նշեցի արդեն ինչ պատճառով նախ վախեր ունեն, որ Հայաստանը կզարգանա եւ հետո հետ կվերցնի եւ նաեւ այդ հանգամանքը, երբ որ ճիշտ է նրանք հոխորտանքով են եւ պահանջներով են մեր հետ խոսում, բայց իրենց մեջ վախ կա, որ կարող է Հայաստանը ուժեղանա եւ նորից ուրեմն ինչ որ տարածքներ վերցնի։ Այնուամենայնիվ, ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք այս էլի մենք կտեսնենք այն գործընթացը, որ պարբերաբար նոր պատճառներ, սա արեք, որ մենք ստորագրենք խաղաղության համաձայնագիրը։ Մի քանի սցենար կա, ես կարծում եմ ամենահավանական սցենարը այն է, երբ որ այս պայմանագիրը խաղաղության այսպես կմնա այս տարի, եկող տարի մենք արդեն Հայաստանում սահմանադրական նոր հանրաքվեի շուրջ խոսակցություններ կլինեն, կարծում եմ ընտրություններից հետո մենք կգնանք սահմանության մեջ փոփոխություններ անելու, մենք մեր համար ենք դա անում, բայց նոր սահմանության մեջ կարծում եմ հղումը կամ անկախության հռչակագրին չլինի, կամ այնպիսի մի ձևակերպում իրավական լուծում կգտնվի, որ հստակ նշվի, որ ուրեմն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ ուրեմն Հայաստանի միավորման այդ 89 թվականի որոշումը չի գործում կամ առ ոչինչ է, նման մի բան։ Հիմա թե որ տարբերակը կլինի, բայց մենք դա անելու ենք մեր համար շատ կարևոր է, որ մենք մեզ հստակեցնենք, արդյոք մենք տարածքային պահանջներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված ունենք մեր հարևանների նկատմամբ։ Հիմա մենք դա պիտի քննարկենք եւ անենք, անկախ նրանից Ադրբեջանը ինչ է պահանջում այս բանը, չէ՞։ Հիմա մենք որ դա քննարկենք, հստակեցնենք եւ սահմանությունը ընդունվի, մյուս տարի ավտոմատ իրենց պահանջը արդեն կատարված կլինի, կապված սահմանադրության փոփոխության հետ կապված։ Երբ որ սահմանադրության փոփոխության հետ կապված պահանջը կատարված կլինի, մնում է ընդամենը նրանց մի պահանջ, որ նշել են՝ Մինսկի խմբի լուծարումը։ Մինսկի խմբի լուծարման հետ կապված էլ ուրեմն մենք պետք է վստահ լինենք, որ իրենք չեն գնալու Մինսկի խումբը լուծարեն, բայց ինչ որ մի հատ ուրիշ խումբ փորձեն ստեղծել։ Բայց իրենց սահմանադրությունում էլ կա, չէ՞, այդպիսի դրույթ, որ տարածքային, այսպես ասած, պահանջներ ունի։ Այո, բայց մենք համարում ենք, որ խաղաղության պայմանագրում, քանի որ նշված է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անելով հրաժարվել պայմանագրի կետերի կատարումից, մենք համարում ենք, որ ոչինչ։ Այսինքն իրենք սահմանադրությունը չփոխեն այս դեպքում, եթե իրենց մոտ էլ կա այդ, այսպես ասած, պահանջը սահմանադրության մեջ տարածքային պահանջը։ Տեսեք, խնդիրը ոչ թե այդ թղթային ձևակերպումներն են, այլ այն, թե կողմերը արդյոք վստահություն ունեն, որ հակառակ կողմը չի խախտի կատարված պայմանավորվածությունները։ Հիմա իրենք ասում են, որ մենք որպեսզի այդ վստահությունը ունենանք, մեզ այս թղթերն են պետք, որ թղթերով ամեն ինչ նորմալ լինի, հա, կոպիտ ասած։
Իսկ մենք կողմից ասում ենք այդ թղթերը այդքան կարևոր չի, ինչքան որ ձեր գործունեությունը եւ վարքը, որ մենք տեսնենք թե ինչպեսին կլինի։ Այդ տեսակետից մենք ասում ենք նման պահանջ դնելը ընդամենը այն էլ հիմա կամ թեկուզ հետագայում կարող է տորպեդահարել խաղաղության հաստատման գործընթացը, իսկ խաղաղության եւ պայմանագրի կնքումը, իսկ դա հենց մեզ է պետք։ Այսինքն իրենք ամեն ինչ անում են, որ առիթներ լինի, պատճառներ լինի։ Այսինքն դու կարծում ես խաղաղությունը, որ հենց մեզ է պետք, որովհետև կա այսպիսի մի տեսակետ, որ խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից։ Իհարկե, այո։ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի շահերից է բխում։ Իրենց շահերից էլ ինչ որ տեղ բխում, եթե երկարաժամկետ նայենք աշխարհում ինչ է կատարվում, տեսեք, Ռուսաստանը իմպերիալիստական քաղաքականություն է վարում, Ուկրաինայում դեռևս չի կարողանում հաջողության հասնել եւ ուրեմն Եվրամիությունը հստակ օգնում է Ուկրաինային այնպես, որ Ռուսաստանը այլևս չկարողանա մտածել Եվրոպայի ուղղությամբ եւ Ուկրաինայի ուղղությամբ հարձակվելու մասին։ Բայց այդ դեպքում ինքը կարող է իր հայացքը ուղղել հետագայում, եթե զինադադար հաստատվի այնտեղ ինչ որ մի պահի այլ երկրների վրա, մեր տարածաշրջանի վրա, եւ եթե մեր տարածաշրջանում այն պահին, երբ որ Ռուսաստանը փորձի գրավել այս տարածաշրջանը նորից, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ լինի, դրանից ինքը օգտվելու է եւ երկու կողմերն էլ տուժելու են, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Երկարաժամկետ առումով իրենց էլ է իհարկե ձեռ տալիս, բայց այդ իրենց վախերի պատճառով է, ես կարծում եմ, որ հիմա չեն գնում դրան, բացի նրանից նաև մտածում են, ասում են, դե մի բան փոկենք, էլի, միգուցե մի բան հնարավոր լինի այս խառը միջազգային հարաբերությունների շրջանում մի բան ավել փոկենք Հայաստանից։ Ամբողջությամբ չեն կարող բացառել խաղաղության հաստատման գործընթացի գնալը իրենց կողմից, բայց ինչ որ տարբերակներ են մտածում, որ ինչ-որ մի առիթ լինի օգտվեն, էլի։ Լուսավոր Հայաստանը հայտարարեց, որ սա Հայաստանի ինքնիշխանության զիջում է, ՀՀԿ-ն էլ հայտարարեց, որ իշխանությունը չունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից այդպիսի պայմանագիր ստորագրել։ Երկուսն էլ սխալ պնդում են անում։ Ուրեմն առաջին, երկրորդ պնդումը ՀՀԿ-ի բնականաբար ամբողջությամբ կեղծիք է, որովհետեւ 21 թվականին արդար եւ ազատ ընտրություններով իշխանությունը եկել է քաղաքացիական պայմանագիրը եկել է իշխանության, ընդ որում իշխանության գալուց առաջ էլ արդեն խոսել է խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Եվ նաև ես ոնց որ նշեցի, չեմ կարծում թե այս տարի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց չեմ բացառում նաև, ուղղակի կարծում եմ իրատեսականը այն է, որ այս տարի չի ստորագրվի։ Եվ եկող տարի, երբ որ ընտրություններ կլինեն, այդ ժամանակ մենք արդեն կտեսնենք, որ հանրությունը ինչ չափով է ուրեմն վստահում իր քվեն գործող իշխանությանը եւ ինչքանով է աջակցում խաղաղության հաստատման գործընթացին։ Իսկ լուսավոր Հայաստանի ասածը ուղղակի շատ սխալ գնահատական է։ Հայաստանի շահերից է բխում, որ հաստատվի խաղաղություն, որից հետո մենք ավելի մեծ թափով կզարգանանք։ Հայաստանի շահերից բխում է ավելի արագ տեմպերով զարգանալը, ավելի բարեկեցիկ հանրություն ունենալը, ավելի ուժեղ տնտեսություն ու բանակ ունենալը եւ խաղաղության հաստատումը հենց դրա ամենակարևոր պայմաններից մեկն է, առանց դրա հնարավոր չէ հասնել դրան։ Իսկ այս առումով ինչ է հուշում միջազգային փորձ, ինչ է լինում, երբ երկրների միջև ստորագրվում է խաղաղության պայմանագիր, այսինքն դրանից հետո բոլոր խնդիրները, բոլոր տարաձայնությունները միանգամից հարթվում են։ Նայած խաղաղության պայմանագիրը ինչ է ընդգրկում։ Մեր դեպքում խաղաղության պայմանագիրը կարևոր հարցեր կան, որ ինքը չի անդրադառնում դրան եւ բանակցությունները շարունակվելու են։ Մասնավորապես բանակցությունները շարունակվելու են ճանապարհները բացելու ուղղությամբ։ Ընդ որում ուշադրություն դարձրեք։ Վերջին տարիներին մենք անդադ խոսում էինք, որ իրենք Զանգեզուրի միջանցք են ուզում, չէ՞։ Ընդ որում իրենք էլ հայտարարում են Զանգեզուրի միջանցք։ Իսկ այս խաղաղության պայմանագիրը ստորագրելու որպես պայման այլևս միջանցքի մասին չեն խոսում։ Իսկ միջանցքը հենց մեր համար կարմիր գիծ էր։ Ուրեմն ուզում եմ սա էլ շատ կարևոր հանգամանք է, էլի, որ միջանցքի մասին իրենք այլևս չեն խոսում։ Սա էլ մեր հաջողություններից մեկն է։ Հիմա միջանցքի հարցը ոնց է կարգավորվելու։ Միջանցքի չէ, ճանապարհի հարց է կարգավորվելու։ Այսինքն մենք ճանապարհ ենք ստանալու Նախիջևանով այնպիսի նույն ռեժիմով, ինչ որ իրենք ստանալու են ուրեմն Սյունիքով։ Այդ հարցն է կարգավորվելու։ Այլ հարցեր էլ կան, որ անընդհատ դեռ պետք է շարունակենք կարգավորել եւ փոխադարձ վստահության մթնոլորտը մեծացնելու հետ կապված էլ ես կարծում եմ քայլեր պետք է արվեն եւ դա տարիներ է տևելու, եթե ոչ տասնամյակներ, բայց գործընթացը ճիշտ ուղղությամբ գնում է
եւ իրենք են այս խաղաղության պայմանագրի դերն ու նշանակությունը հիմա նվազեցնում։ Ես լսում էի իրենց նախկին արտգործ նախարարներից մեկին ասում է դե սա խաղաղության համաձայնագիր չի, սա ինչ որ շրջանակային համաձայնագիր է սկզբունքների մասին, նվազեցնում են անընդհատ այս փաստաթղթի դերը, բայց այդ փաստաթղթի վերնագիրը լինելու է ինչքանով որ ես գիտեմ խաղաղության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնագիր է լինելու։ Այսինքն իրենք անդադ հիմա փորձում են դրա դերը նվազեցնել եւ այն մյուս հարցերի դերը շատ ավելի բարձրացնել, որ այս թուղթը չստորագրեն կամ եթե ստիպված լինեն ստորագրեն, ասեն դե բայց դե ոչինչ չի նշանակում սա։ Իսկ մեր կողմից ճիշտ է դրվել քաղաքականությունը, որ սա կարևոր փաստաթուղթ է, սա պետք է ստորագրվի եւ սրա հիման վրա ուրեմն եթե արդեն դիվանագիտական հարաբերություններ էլ հաստատվեն, սա շատ մեծ հիմք կլինի այն մնացած հարցերի շուրջ պայմանավորվելու, հաջողությամբ պայմանավորվելու համար։ Լավ, իսկ ինչ կլինի, եթե չստորագրվի այս փաստաթուղթը, այսինքն այդպես էլ մնա թղթի վրա։ Դա այն էլի վատ տարբերակներից մեկն է, որ այս փաստաթուղթը մնում է թղթի վրա եւ եկող տարի միևնույնն է, մենք համարությունը փոխելու ենք եւ ուրեմն իրենց պայմաններից մեկը ըստ էության կատարվում է, բայց ենթադրենք էլի հիմա էլ ինչ որ ուրիշ պատճառ են գտնում եւ չեն ստորագրում, հա։ Եվ այսպես շարունակվում է։ Կարևոր է, որ իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին անցած տարում էր օրինակի համար։ Այսինքն սահմանների վրա հարաբերականորեն խաղաղ լինի, ինչպես անցած տարի էր, ամենախաղաղ տարին է եղել։ Այս առումով ես կարծում եմ, որ ընդհանրապես կշարունակվի այն, ինչ որ անցած տարի էր։ Մենք արևմուտքի, հատկապես Եվրամիության կողմից բավական նշանակալի աջակցություն կստանանք եւ ռազմական առումով ու տնտեսական առումով բավականին լավ վիճակում կլինեն կամ նման այդ ռազմական տնտեսական առումով մեր զարգանալու պոտենցիալը կօգտագործենք այնպես որ հանկարծ լայնամասշտաբ պատերազմ չլինի եւ Ադրբեջանը վախենա Հայաստանի վրա հարձակվելուց եւ բնականաբար մենք կօգտագործենք նաեւ մեր դաշնակիցներին արևմուտքին այդ թվում Միացյալ Նահանգներին նման զարգացում թույլ չտալու համար։ Ես կարծում եմ սա կլինի, եթե նրանք չստորագրեն պայմանագիրը, իրավիճակը կմնա այնպես, ինչպես հիմա է։ Եվ սա եւ կարծում եմ սա երկրորդ հավանական տարբերակն է իրադարձությունների զարգացման։ Առաջինը այն է, որ մյուս տարի իրենք կհամաձայնեն եւ կստորագրեն այն բանից հետո, երբ Հայաստանում սահմանությունը կփոխվի։ Բայց նաև ասում եք, որ ճնշում է գործադրվելու Բաքվի նկատմամբ։ Այո, Բաքվի նկատմամբ անընդհատ միջազգային հանրությունը ճնշում գործադրել է, բայց մենք չենք կարող ասենք այդ ճնշումը արդյունք կտա թե չի տա, իրենք կարող է փորձեն դիմանալ այդ ճնշմանը։ Եվ այսպիսի մի հարց էլ, երբ մենք ասում ենք փողզիջում, արդյոք ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական այդ զինված ուժերը դուրս կգան սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ կապված։ Երբ որ սահմանազատումը լինի այդ հատվածում, ես կարծում եմ, որ այդ ժամանակ դուրս կգան, բայց իրենք քանի որ ձգձգում են գործընթացը եւ սահմանազատումն էլ մենք հյուսից ենք սկսել, այդտեղ հասնելը կարող է նույնիսկ 10 տարի հետո լինի, էլի։ Բայց ես կարծում եմ, որ այն պահին, երբ որ սահմանազատումը այս գործընթացը նույն այս տեմպերով հաջողությամբ շարունակվի, այո, նրանք դուրս կգան այդ տարածքներից։ Դուք որովհետև շատ այսպես ասած վատատեսական սցենար ասացիք 10 տարի հետո։ Դե հիմա ես կարծում եմ, որ իրավիճակը Եթե լավ տեմպերով գնանք Եթե լավ տեմպերով գնանք, հնարավոր է մի քիչ ավելի շուտ էլ լինի, բայց տեսեք, ընդհանուր համաշխարհային իրավիճակը այսօր բավական ծանր է։ Դուք տեսնում եք, որ Միացյալ Նահանգները արդեն հրաժարվել է աշխարհի ազատ աշխարհի առաջնորդ լինելուց, միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ հայտարարություններ է անում Գրենլանդիայի ու Պանամայի հետ կապված, Ուկրաինային շանտաժով ուզում է ստիպել, որ Ուկրաինան շատ մեծ զիջումների գնա, միջազգային իրավունքի դերը որ նվազում է արդեն, Ռուսաստանը շատ իմպերիալիստական քաղաքականություն է վարում։ Այս իրավիճակում այն հարցը, թե ուրեմն բա Ադրբեջանը երբ է մեր տարածքից դուրս գալու, դա այդքան էլ կարևոր հարց չի։ Կարևոր հարցը, շատ կարևոր հարց է, որ Հայաստանը չներքաշվի էլի նորից պատերազմի մեջ եւ հանկարծ Հայաստանի գոյության
լինելու Հայաստանի լինել չլինելու հետ կապված մեծ խնդիր հանկարծ չառաջանա, մեծ ռիսկ հանկարծ չառաջանա։ Այս իրավիճակում այդպես շատ կենտրոնանալ նրա վրա, թե բա այդ տարածքներից, որ իրան գրավել են, ինչի հենց հիմա դուրս չեն գալիս կամ ինչի 5 տարի հետո դուրս չեն գալիս, ես կարծում եմ դա այդքան էլ էական հարց չէ, էլի ավելի կարևոր, ավելի մեծ հարցեր կան։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Հրայր Մանուկյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։